Հարգելի գործընկերներ, իհարկե երևի թե հետագայի համար պետք է վերափոխել ձևաչափը եւ առնվազն պետական պաշտոնյաների ընտրության այս ելույթները չօգտագործել այդ թեմաները քննարկելու համար, որովհետեւ 10 րոպեանոց ելույթներ կա, մարդիկ նստած են ասում են, մի բան էլ մեր համար ասեք, վաղ գնում են գործի, ունի ինչ որ մեզ իմանան, էլ ինչ որ հարցեր լինի, բան, դրական, բացասական. Բայց ինչևէ, երևի թե պետք է փոխել եւ երևի թե մտածեն կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարել եւ 10 րոպեանոց ելույթներ նախատեսել այլ քաղաքական քննարկումների համար, որովհետեւ այս մարդիկ հնարավորություն ունենան քիչ թե շատ իրենց դրսևորեն։ Չնայած մյուս կողմից երևի գուցե սա էլ է լավ։ Հիմա տեսեք, պարոն Մանուկյանը գնաց, ցավում եմ, որովհետեւ ես ճիշտ ասած շատ հետաքրքիր եւ շատ դրական ելույթ եմ ուզում ունենամ դաշնակցության մասին։ Անկեղծ, տարիներ առաջ ես մի հայտնի պատմաբան գիտնականի հետ էի խոսում, շատ հայտնի, նա ասեց հետևյալը, ասեց դաշնակցությունը ունիկալ ֆենոմեն է, չկա որևիցե երևույթ դաշնակցության պես, ասի հեգնանքով եք, ասում ասեց չէ, դա իրականություն է, որովհետև ձևավորել ցանց համակարգ 3 կայսրություններում 19-րդ դարի վերջին հնարավոր չէր եւ որևիցե մի կուսակցություն 3 կայսրությունում ցանց չի ձևավորել։ Դեռ ավելին ասեմ, 1907 թվականին, բոլշևիկյան հեղափոխությունից շատ առաջ, առաջադիմական հայ հեղափոխական դաշնակցությունը դառնում է սոցինտերնի մաս։ Կարևոր երևույթ, այսինքն մենք կարող ենք այսօր հպարտորեն ասենք, որ 1907 թվականին մենք չունենալով պետականություն, բայց ունեցել ենք կուսակցություն, որը պայքարել է քաղաքական դաշտում եւ դարել է սոցինտերնի մաս։ Եվ կարծես թե հետեւյալը, հիմա պարոն Խաչատրյան, եթե ստեղ եք էլի, կուսակցության նպատակը պետության մեջ քաղաքական պայքարին մասնակցելն է։ Դա է տրամաբանությունը։ Եվ տրամաբանական պետք է լիներ, որ կուսակցության նպատակը պետք է լիներ պետության ստեղծումը։ Եթե կուսակցությունը չի պայքարում պետության ստեղծման համար, ապա այն կուսակցություն չի։ Այն ինչ որ չգիտեմ, շարժում է, մոտեցում է, բայց կուսակցություն չի։ Բայց եկեք եւ տեսեք, որ դաշնակցությունը ձևավորումից ի վեր չգիտես ինչի պայքարում է ոչ թե պետության ստեղծման, այլ ինքնավարության համար։ Այստեղ ես ուզում եմ հասկանալ, այն 004-ին չեմ տանում, հավատացնում եմ ձեզ, բայց ուզում եմ հասկանամ ինչու, անկեղծ մասնագիտական եմ ուզում հասկանամ ինչու։ Ինչու ինքնավարություն, այլ ոչ թե պետականություն, նամանավանդ, որ դուք կարողացել եք 3 կայսրություններում ստեղծել հսկայական համակարգ։ Բայց ես իրոք առանց որևիցե հեգնանքի եւ հարգելի գործընկերներ, սա ամբողջությամբ եւ լիակատար անկեղծությամբ եմ ասում, ես երախտիկի խոստ եմ ուզում ուղղել հայ հեղափոխական դաշնակցության 1918-1920 թվականների համար, որովհետեւ գիտեք, գալ իշխանություն մի պետությունում, որը ձևավորվել է, որի սահմանները հստակ չեն, որը ընդհանրապես պետական ապարատ չունի եւ չէ կարող ունեցած լիներ, ձևավորել պետական կառույցներ, ձևավորել ժողովրդավարական ինստիտուտներ։ Հա իդեպ ասեմ, պետք է ասենք Ժորժ ջան, մենք 1918 թվականից ունեցել ենք հավասար ընտրական իրավունք։ 17 չէ, 18 թվականից, որտեղ անկախությունը 18 թվականից է, այդուհանդերձ։ Եվ կանայք տղամարդկանց հավասար մասնակցել են ընտրություններին, ունեցել են ակտիվ եւ պասիվ ընտրական իրավունք, հասկանում եք։ Շվեյցարիայի հետ համեմատնենք, Շվեյցարիան սա հաղթարեց միայն 1970-ականներին։ Դուք դա արել եք։ Եվ իհարկե սա երախտիկի խոսքի է միայն արժանի։ Բայց ես չեմ կարող հասկանամ հետեւյալը, էլ անկեղծ, այս պետությունը ինչու այդուհանդերձ այդքան չսիրեցիք։ Պետությունը չեք սիրում, բնույթը չեք սիրում, բովանդակությունը չեք սիրում, սահմանները չեք սիրում, ասում եք հայրենիքը խո պետությունը չի, այս 29740 քառակուսի կիլոմետրը։ Ժորժ ջան, կներեք, Հայաստանի ժամանակակից հանրապետության սահմանները դուք եք ձևավորել։ Բայց սա քննադատություն չի։ Դուք ձևավորել եք այս երկրի սահմանները Բաթումից Ալեքսանդրապոլ։ Ձևավորել եք, ուզեք թե չուզեք, սա է, բայց սա քննադատություն չի, որովհետև ոչ ոք չէր կարող ասել ինչ կլիներ, եթե չլիներ Բաթումի պայմանագիրը։
Ոչ ոք չէր կարող ասել, թե ինչ կլներ Ալեկպոլի պայմանագրի չկնքումից հետո, բայց կներեք, հիմա հարց պարոն Մանուկյանը ստե չի ցավոք։ Ասում է, Արարատը այլ ձև եք մեկնաբանում։ Կներեք, մենք ձեզ չենք մեկնաբանում նրա մեջ, մեղադրում նրա մեջ, որ Սուրմալուն, որը ժամանակին Պարսկաստանից էր անցել ռուսական կայսրությանը, Ալեկպոլի պայմանագրով, իսկ Սուրմալու մեջ մտնում էր նաև Արարատ լեռը, հայտնվեց Հայաստանի տարածքից դուրս, այսինքն մենք դրանում ձեզ չենք մեղադրում, որ տենց է ստացվել, դուք եք կարև ոնց որ էլ այդ մոմենտը։ Դուք մեղադրում եք նրա մեջ, որ մենք այլ կերպ ենք սկսում մեկնաբանել խորհրդանիշը։ Դա լավ չի, եւ ես եւս մեկ անգամ չեմ մեղադրում ձեզ, անկեղծ եմ ասում։ Եվ որևէ մեկ իրավունք չունի մեղադրել Դաշնակցությանը Ալեկպոլի պայմանագրի կնքումի համար, Ալեքսանդրոպոլի պայմանագրի կնքման համար, գիտեք ինչու։ Որովհետեւ այդ պայմանագիրը այստեղ 1000 անգամ ներողություն եմ խնդրում, բայց ավելի հստակ ձևակերպում չեմ կարող գտնել, որտեղ ձեր ջեբը գցեցին։ Ձեր ջեբը գցեցին։ Եվ նոյեմբերի 9-ից հետո 2020 թվականին ինձ թվում էր, որ մեզ ամենալավը կհասկանա Դաշնակցությունը։ Ամենաճիշտը, կասի Ժորժ ջան, մի կպեք այս մարդկանց։ Խաղը շատ ավելի լայնն էր։ Մենք այնքան մեծ դերակատարություն չունենք սրա մեջ։ Ասեմ թե ինձ ձեր ջեբը գցե, որտեղ Սովետական հանրագիտարանից Большая советская энциклопедия պարոն Խաչատրյանի սիրում ասես բաներ։ Մի հատ бан կարդամ էլի, որ հասկանաք ոնց են ջեբը գցել։ Дашнаки довели Армению до полного экономического разорения, потопили в крови майское восстание трудящихся Армении. После установления советской власти в Армении 29 ноября 1920 года Дашнаки 2 декабря 1920 года заключили в Александрополе договор с Турцией, предусматривающий уступку ей значительной части армянских земель. Սա ջեբը գցելու դասական տարբերակն ասում եմ, մենք իշխանություն ենք հաստատել նոյեմբերի 29-ին, բայց իրանք են մեղավոր այդուհանդերձ, որ դեկտեմբերի 2-ին պայմանագիրը կնքել են, բայց էլի չեմ մեղադրում։ Չեմ մեղադրում, որովհետև այդ պայմանագիրը չկնքելու հետևանքները կարող շատ ավելի վատ լինեին։ Եվ ինչ եմ ասում ջեբն են գցել, որտեղ ով հետ եկավ հետո ասես դե մենք ինչ կապ ունենք, մենք ինչ կարանք անենք, սրանք էին արդեն տես տվել էին, գնացել են, մենք ինչ գործ ունենք սրա հետ։ Լավ էլ գործ ունեին, լավ էլ կարային, լավ էլ հնարավորություն ունեին, բայց ձեր ջեբը գցեցին։ Հիմա Դաշնակցությունը ամենամեծ խնդիրը գիտեք որն է, իմ ցավս որն է, որ Դաշնակցությունը լինելով այս պետության ակունքներում ինքը չի կարող իր գոյության կերպը գտնի անկախ պետականության շրջանակներում։ Չի կարող, էլի 1991 թվականին ցեսկում կներեք ձեր քաղաքական գաղափարախոսությունը այս երկրում 5%-ից ավել մարդ չի կիսում։ Դուք երբեք չկարողացաք դառնալ քաղաքական գործոն։ Երբ էլ եղել է կոալիցիայի մաս, դա եղել է, ասենց չեմ ասում ֆիկտիվ, բայց արհեստական կոալիցիա, որտեղ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը ձեր ձայների կարիքը խորհրդարանում չուներ, որ դարձնել ձեզ կոալիցիայի մաս։ Անկեղծ պետք է լինենք, մեկս մյուսի հետ։ Եվ տեսնեք, ես իրոք ցավում եմ դեգրադացիայի մասին։ Ես փոքր երեխա եւ հիշում եմ ձեր առաջի տեխնացուին Հայաստանի Հանրության նախագահի տեխնացուի պաշտոնում։ Դա մեր կողմից շատ սիրված եւ հարգած Սոս Սարգսյանն էր։ Համեմատեք Սոս Սարգսյանին վաղար շաբաթից ընտրություններում ձեր տեխնացուի հետ։ Համադրելի չեն եւ սա ցավ է։ Ես շատ կուզենամ, որ Դաշնակցությունը, որը մեծագույն դերակատարություն ունեցել ժամանակակից հայկական պետության ձևավորման հարցում իրոք վերադառնա այն հիմքերին, որոնք դրվել են 1918-20 թվականներին։ Ես ցավում եմ, որ սոցիալիստական ուղղվածություն ունեցող կուսակցությունը, իդեպ սոցիալիստական կուսակցությունները առավել, ասենց ազատականներն են, էլի, այսինքն, չգիտեմ, կանանչ էներգետիկա, խտրականության արգելք, բան։ Դուք գնացել եք կոմպրոմիսի եւ կոալիցիայի ամենակոնսերվատիվ ցավոք եւ օլիգարխիկ բուրժուազիա հետ։ Դուք ներսում կոնֆլիկտ ունեք, Ժորժ ջան։ Չի կարա սոցիալիստը գնա խոշոր բուրժուազիայի հետ կոմպրոմիսի։ Եվ շատ կուզենամ, որ դուք այդուհանդերձ փորձեք վերափոխեք ձեր քաղաքականությունը, որովհետեւ ես չեմ ուզում, որ սովետական հանրագիտարանը այս ձևակերպումը դառնա իրականություն, որտեղ այնտեղ գրած է հետեւյալը. Դաշնակցություն, армянская буржуазно-националистическая контрреволюционная партия։ Սա իմ համար ընդունելի չի, եւ սա իմ խորհուրդն է եւ հորդորն է
Դաշնակցության մեր գործընկերներին վերադառնալ պետականության շրջանակներում գոյության կերպը գտնելուն շնորհակալություն։